Այցը Գեղարքունիքի մարզ Գագիկ Ծառուկյանը սկսում է հարգանքի տուրքով։ Թիմակիցների հետ ծաղիկները խոնարհում արցախյան պատերազմներում անմահացած քաջորդիների հուշարձանի մոտ։ Տարածքով Հայաստանի ամենամեծ մարզի բնակիչները գիտեին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը մարզային հանդիպումների շարք է սկսել։ Սպասում էին, թե երբ է ներքին գետաշեն գնալու։ Սենամ քո արած գարդան քբարդանամը նման հայկա։Ոցավետանը։ Դու լավ հայես, լավ մարդիս ես ուրախ եմ, որ մեր հայ ազգի մեջ նման բարերար մարդիկ կան։ Ձեր խոսքը գործ է։ Ես համոզված եմ, որ մեր գյուղում էլ խոսքը դա կու կանեք։ Ոչ թե գյուղում, ամբողջ երկրում պետք է անեք, որ մեր Ես ուրախ եմ, որ դու եկել եք մեր գյուղ։ Ես հբարդ եմ, որ դու հայ եք, ես նման հայերով հբարդ։Ոցավետան, շնորհակալ եմ։ Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ զրուցելով գյուղացիները քայլում են դեպի մշակույթի կենտրոն, կիսվում մտահոգություններով, հարցեր հնչեցնում։ Աշակերտները շատ են, բայց դպրոցի հարցը չի լուծվում։ Կիսակառույց շենքի շինարարությունը կանգնած է, իսկ թիվ 1 խնդիր է շարունակում մնալ գործազրկությունը։ Ամենամեծ գյուղն է։ Մի հատ աշխատատեղ չկա, ես լրիվ Ռուսաստանի ինչ դենաս Ռուսաստանով են անում։ Այո։ Մի հատ զավոդ է, մի հատ բան, ասենք այս գյուղում Գոնեսին ժողովուրդ դելիներ տան զբաղվին։ Մեր ծրագիրը դա ձեր ծրագիրն է ժողովրդի, որ այսօր այս տարածքում ինչ է հնարավոր մշակել, արտադրել, որ դա պահանջարկ է։ Մեղեմ քեզ։ Ինչ շատ ներդրում ես արեք գյուղի համար։ Ես սովորական ընտանիքի մարդ եմ։ Ես երկում ծնվել եմ, ես երկում կայացել եմ, ես երկում մեծացել եմ, կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, սպորտ դպրոցներ, եկեղեցիներ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Կարևորը մարդու գումարի չափսը չի։ Կարևորը մարդի արած գործն է, որ գործն է մնայուն։ Չնայած ցուրտ եղանակին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը բազմամարդ է ու ջերմ, դիմավորում են աղոհացով։ Գյուղացին մատնված է անուշադրության, խնդիրները անհամար են։ Յուրաքանչյուրն իր անելիքն ունի ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։ Եկել եմ ձեր հետ խոսելու, լսելու, այդ հիմնական ձեր խնդիրն ու պրոբլեմը։ Ձեզնից լավ ոչ մեկը չգիտի։ Ես շատ տարածքներում շրջում եմ ժողովրդի հետ, լսում եմ, հիմնական բոլոր ուզածը, որ անուշադրություն է, մարդուն հաշվի առնող չկա, ինչ որ քայլ կատարող չկա, որ մարդը կարողանա աշխատի ապրի։ Մենակ վարկերի տակ, պարտքերի տակ, հարկեր ավել, հարկեր, բանկի տոկոսներ, ոնց որ մարդը միայն պետք է անի, տուշ, տուգանք, վճարումներ, ուրիշ ոչ մի լավ բան չկա, սպասելիք չկա։ Գյուղի տղամարդկանց գերակշիռ մասը արտագնա աշխատանքով է գումար վաստակում, ընտանիքից հեռու, սակայն Ռուսաստանում միգրանտների համար սահմանված նոր կանոնները մտահոգում են նրանց։ Դուք երևի Ռուսաստան շատ եք գնում, ամեն տարի գնում եք, չէ՞։ 90%-ը նստած է Ռուսաստանի վրա։ Հայաստանի մեջ ամենավատեղ մարդունն է, որովհետև ոչ մի տիպից գործարան զավոդ չկա, սա Ռուսաստանի հույսով։ Այստեղ ում տենաս իրական ցույց կա, մարդ չկա։ Պարոն Ծառուկյան, այս Ռուսաստանը այնպիսի որոշումներ է հանում, որ մեր ժողովուրդը չի կարող Ռուսաստանից տա։ Երթածողներ պետք է աշխատի թող իրան կա։ Հիմա մեր ժողովուրդը ոնց պետք է ապրի։ Ռուսաստան մենք որպես եղբայրական պետություն ենք համարել։ Եթե այսօր Եվրոպան Ռուսաստանի թշնամի է։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ դաշնակից պետություններ ենք, ճիշտ է թե ոչ։ Եթե մենք հակառակ ենք ուզում անենք, գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանը ասում է ընտրի։ Հայրենիքում բարեկեցիկ կյանքով ապրելու համար պետք է պայմաններ ստեղծվեն, ոլորտները պրոֆեսիոնալներ ղեկավարեն, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Բոլոր խնդիրների լուծումները առաջարկ Հայաստանին ծրագրում են։ Ամենաշատը իմ չափ ժողովրդի հետ շփվող մարդ չկա։ Յուղացու հետ էլ, կառուցող հետ էլ, շինարարի հետ էլ, որսորդի հետ էլ, այգեգործի հետ էլ, ինժեների, բոլորի հետ շփվում եմ, ու բոլորի ասածը մի բան է։ Այ որ մարդ լիներ, արդարացի, ամեն ինչի տեր լիներ, ունենար, որ աշկը գումարին չլեր, պաշտոնին չլեր, դիրքին չլեր, ճանաչման, որ լավ թիմ հավաքեր, կարգավորը ճիշտ են ասում, այո, մարդը պետք է տեսած լինի, ունևոր լինի, արած լինի, կայացած լինի, ինք իրանով ստեղծած լինի, որ աշխատողի ղադրն էլ հասկանա։ Այսօր ստեղծել ենք, հավաքագրել ենք մարդկանց, առաջարկ Հայաստանին ծրագիր, կապ չունի կուսակցական պատկանելությունը։ Ժողովուրդ ջան, ուզում եք, որ մեր ազգը մեջ կուղղի, որ այս վիճակից դուրս գա, լիարժեք իրան զգա կարգին մարդ, որ սաղ աշխարհը մեզ գնահատի։
Գագիկ Ծառուկյանը վստահ է, տնտեսությունը հնարավոր է վերականգնել խոշոր ծրագրերի ու ներդրումների միջոցով։ Պետք է զարգանա արդյունաբերությունը, իսկ ծրագրերը երկարաժամկետ լինեն։ Հայաստանը իր ռեսուրսներով հարուստ պետություն է։ Բաուրին էս երեխեն քանի հազար դոլար պարտքում, 15000 $, հա։ Իրա վրան պարտքում էս երեխեն։ Քաղաքից եկել եք, հասել եք Մարտունի։ Սևանից մինչև Վարդենիս մի 100 կիլոմետր ծանամբար է։ Դու այդքան տեղ կարաս մի հատ գործարան մտնես կամ մի հատ ֆաբրիկա, որ աշխատող մարդու տեսնես։ Դադարգություն է։ Առնվազն մի 200,000 երիտասարդ այդ տեսնում ես սրանք անկորդ մարդիկ են սաղ։ Այսօր հիմնական խնդիրը, որ մեր ժողովուրդը ստեղից չգնա, աշխատատեղ ստեղ լինի, պետք է երկու հատ խոշոր ներդրում լինի։ Ինչ որ ունենք մենք, դրա հիման վրա պետք է կառուցենք, դնենք, որ ժողովուրդը աշխատանք ունենա։ Հիմա Չինաստանի պես երկիրը գիտեք ընդ ինչ էր կատարում։ Այսօր համար առաջինն է, եղբայր ջան, ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործել, բերենք չինական տեխնոլոգիան։ Մեր երկրում մենք ինչ ունենք, օգտագործենք 50-50% տեխնոլոգիան կդնի մենք, ում կդնենք, բանջարն աշխարհում մեկ կա, աշխատատեղ կլինի, բյուջեն գումար կլինի, կապրենք, եթե կապ չկա, ծանոթություն չկա, ոչ մի բան չի լինելու։ Հայ ժողովուրդը ստեղծող է, աշխատող, արարող, միայն թե պայմաններ ստեղծվեն։ Բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնն են։ Գյուղացին առավոտից իրիկուն հողի հետ կռիվ է տալիս, բարիք ստեղծում, բայց արդյունք չկա։ Իմ սիրտը ցավում է, օրա լինում չեմ քնում։ Այս պահվածքը, իմ ժողովրդի խեղճությունը, գյուղերը մտնում եմ, մարդ առողջ իրիկուն աշխատելով, չկարողանալով ինչ-որ մի քայլ կատարի, որ իր տունը պայի, կամ գլուխ առնում, գնում է դուրս, կամ ստե պետք է վարկ փակի, չգիտեմ, կնոջ ոսկեղենն է դրած, հողն է դրած, տունն է դրած, որ կարողանա ապրի։ Այսօր մեր թոշակառուները, որ մարդը աշխատել է ծառայել այս երկրի համար, իր թոշակով $100 մարդը չի կարա, համ գազի գումար վճարի, համ լույսի գումար, համ ջրի գումար, համ գուրքահարկը վճարի, համ էլ ապրի։ Պարտանուտի քինը 12000 դրամ է, դարի ցանա, բերքստացի մեխանիզատորին դու ջրուն դու պարտանուտին դու չկարա սիրածու։ Եթե այսօր գյուղնախարարություն չկա, այսօր գյուղացիա հող ունի, որ պետք է դիմի, կամ սերմապետ, սիլիտրայապետ, բարարտ, ում պետք է դիմես։ Մարդիկ նաև քաղաքական հարցեր ունեին։ Վարչապետի թեկնածու ձեռքովից ով է։ Ես սկզբնական պետք է ասեի, որ ես եմ այս վիճակից հանելու համար։ Ես չեմ ասել միայն նրա համար, որ ժողովուրդը չասեն Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում։ Ծառուկյանը պաշտոնի համար չի պայքարում։ Կարևորը իմացեք, ոչ հիների հետ գործ ունեմ, ոչ ներկաների հետ։ Քննարկեմ իմ թիմակիցները շատ են, թիմակիցների հետ, ժողովրդի հետ, այնպիսի մարդ, որը կան 3 դարել են 4, որոնք անցած ճանապարհ ունեն, փորձ ունեն, ցանկություն են, գիտելիք ունեն, արդյունք են ցույց տվել։ Անպայման ասու կամոք, թող այդ ժամանակը գա, բոլորդ էլ կիմանաք։ Ծառուկյանը կյանքում սխալ բան չի արել, չի էլ անի։ Նպատակը, որ իմ պատիվը բարձր լինի, իմ խոսքը գործ լինի, իմ ժողովուրդը ապահով խաղա, բարեկեցիկ։ Էս իմ տղեն է, էսի պետք է հայրենիքի մեջ մեծանա, всё։ Էս երեխեն էս հայրենիքի մեջ մեծանա։ Չեմպիոնա դառնալու Ծառուկյանը 2 միլիոն Ռուսաստանա կաբին, 10 միլիոն ցվրված, բեսի երկինոր թողին տան վան պետք է պայա։ Գագիկ Ծառուկյանին տեսնելու են եկել նաև երեխաները, միմյանց հերթ չտալով լուսանկարվում են, հարցեր տալիս։ Պարոն Ծառուկյան, ձեր հեռախոսի համար Ես հեռախոս չեմ պահում, միակ մարդն է, որ հեռախոս չեմ պահում, որտեվ ով դիմի, մերժել չկա, եթե մարդը դիմեց, ուրեմն կարիքի մեջ է, ուրեմն պետք է հարցը կարգավորել։ Ներքին Գետաշենի բնակիչները Գագիկ Ծառուկյանին նաև մշակույթի կենտրոն են ուղեկցում, ցույց են տալիս մարզադահլիճը։ Հանդիպումն անցավ շատ լավ, հաճելի իհարկե լոկ խոսքեր չի, որտեղ Գագիկ Ծառուկյանն ազնվորությունն է, որ խոսքը գործա վերացնում, ու մենք լավատես ենք։ Գործի մարդիկն է, որ կարող է մի բան անել այս գյուղի համար, ինքը չի թալանել, չի կողացել, ինքը իր գործով հաստատել ու ապացուցել է մարդկությունը։ Կառուցում է, շենացնում է գյուղը, Հայաստանը ընտիր մարդ է, ժողովրդական, ժողովրդին պիտունի մարդ է։ Մեր գյուղին շատ է ուկները, պարարդանուտով, ամեն ձևով, մինչև մի ոչ մեկ էլ չի ուկնե։
Խոստումներ կենին, բայց թե ինչ։ Որպես տղամարդ է։ Որպես ծնողի ժառանգ է։ Ուժեղ, ճանասված, համ սպորտով, համ կենքով, համ էլ կենցաղով։ Հալալան ուրին։ Մենք թորնիկ ունիմ, բանով պարաբի, սասկեն ծառուգեն։ Այսինքն ուժեղ ունեն։ Միշտ սիրում ա գյուղերում շրջել, գյուղատնտեսությամբ զբաղվում ա։ Ժողովրդի կողքին կանգնած, գյուղացու կողքին կանգնած մարդ ա, մենք էլ դրա համար ուրախ ենք, որ մեր գյուղում հանդիպեցինք։ Հաջորդ կանգառը Արցվանիսն է, որտեղ Գագիկ Ծառուկյանին ինչպես միշտ հարազատի նման են ընդունում։ Պարոն Ծառուկյան, բախտա վիճակվել մորը այդ բարևել այսօր աղա եմ, որ բարևում եմ նրա աղա վրդու է, աղա ես, աղավայել բնես, լավ լինես, թող Հայաստանը զարգանա քուզ երազած Հայաստանի նման, ոնց որ դու ցանկանում ես, հաջողություն քեզ ամբողջ կյանքում։ Այստեղ էլ խնդիրները գրեթե նույնն են, ինչ Սևանի, Ավազանի, մյուս համայնքներում։ Գործազրկություն, արտագաղթ։ Պրոբլեմները ավելի հեշտ կլուծվեն, եթե գյուղատնտեսության նախարարություն լինի, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պետությունը պետք է տեր կանգնի գյուղացուն։ Այսքան գյուղերը շրջելով ամեն ինչ տեղյակ լինելով, որ գյուղացին անուշադրության կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, որ չգիտեն ումը դիմեն։ Այդ բոլորը գիտենք, մենք դրանք արդեն ծրագրի մեջ մտցրել ենք, որ հիմնական պետք է լինի գյուղնախարարություն, որ կարողանան գնան դիմեն, գյուղնախարարությունն կարողանա գյուղացու բոլոր հարցերը կարգավորի, դրամադրի, սերմա, տեխնիկա, պարտանյութը, պետք է լինի դոտացիայով, որ մարդը եթե սահմանի վրա է, սահմանում կարողանա հող մշակի, իր ընտանիքը պահի, պետք է մարդուն առավելություն, արտոնություն էլ տան, գույքարկն էլ պակասացնեն, սերմն էլ տան, պարարտանյութն էլ հետը տան։ Այդ բոլորը մեր ծրագրում գրած է, ինչ որ լսել ենք, ինչ անհրաժեշտ գյուղացուն, բոլորը գրած է։ Խորհրդային տարիներին զարգացած գյուղատնտեսությամբ աչքի ընկնող գյուղում հողն անմշակ է մնացել։ Գյուղերը դատարկվում են, ցավով ասում են մարդիկ։ Մատնացույց անում կողպված տների դռները։ Երիտասարդները ապագան սեփական բնակավայրում չեն տեսնում։ Գյուղից երիտասարդներ են եղել, բոլոր երիտասարդներ եղել, աշխատանք չկա։ Մեր գյուղում եղել է ամայրը 1000 աշակերտ։ Հիմա 400 է։ Գյուղը դատարկվել է։ Ունենք 1700 հեկտար վարելով։ Այսօր դրությամբ 95%-ը չմինչը։ Սովետի ժամանակով խնձոր տանց կալին մթերում տանում են։ Այսօր դրությամբ կարտատեն, կա որ լճացումա տալիս տանին լսում են լճեր, կա որ մեկի չգիտեմ։ Հարցերի մասին բոլորը տեղյակ են։ 930 գյուղ ունենք, որտեղ գնում եմ նույն բանը ինձ ասում են։ Այդ հարցը հոպար պետությունը, կառավարությունը, որ դա իր խնդիրն է, իր ժողովրդին կառավարելու, աշխատանքով ապահովելու, ծրագիր իրականացնելու, որ բյուջեի գումարները ճիշտ տեղին ծառայեցնելու համար։ Գյուղ կայնի գերանք կոտրի։ Ախպեր մի մարդու պես կանգնեք, ձեր խնդիրը հարցը ով կկարգավորի, ով խոսքի տեր մարդ է, ինչ ծրագիր ներկայացնում է, դանում է, կամ այդ փորձ ունի, ինքը հարած ունի, ուրեմն լիարժեք ամեն ինչ լավ է։ Եթե մարդը տվյալ ոլորտից չի հասկանում, ոչ մի բան չի կազմակերպ, ոնց կարանի ձեր ցավը տանը։ Կնճռոտ հարցերը շատ են, հարց ու պատասխանը ծավալուն։ Գագիկ Ծառուկյանը լսում է բոլորին, իր լուծումներն առաջարկում։ Գյուղում մոտ 100% աշխատ վարելա հողա ունեց։ Այո։ Բայց այսօր ունի 50%։ Այո։ Հողը մնացան թե։ Դրա համար տես գյուղ նախարարությունը պարտադիր պետք է բացվի։ Դու ունես մի հեկտար հող, ցանում ես ծորեն։ Ծորենի համար մի հեկտար ցանելու համար ինչքան է պետք 100,000 դրամ, թե 120։ 120,000։ Ուրեմն պետք է գյուղնախարարությունը առանց տոկոս լիարժեք մարդկանց տրամադրի, որ այդ մարդը մնա այդ գյուղում, համ սահմանը պահի, սահմանի վրա ես, համ կարողանա ժողովրդին կերակրի, որ դու էլ աշունը ծորենը հավաքես, տանես, հանձնես այդ իրա վարկը փակես առանց տոկոս, համ դու էլ ապրես, տարբերություն պետք է լինի, ինչ մարդ Երևանում ապրի, ինչ սահմանի վրա ապրի, գոնեստի պետք է մի արտոնություն ունենա, առավելություն պետք է ունենա։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է սահմանամերձ համայնքների զարգացման անհրաժեշտությունը, որպես հաջողված նախագիծ նշում Վարդենիսում հիմնված սառնարանային տնտեսությունը։ Այս տարի կրճատվել է կարտոֆիլի ցանքատարածությունը, որպեսզի մարզի հողի մշակների գործը չտուժի։ Տեսնելով, որ այսօր թեկուզ սահմանի բերանն է, որ իմ ժողովուրդը պինդ լինի, մտածի անոք լինի, որ չգնան, ես ներդրում եմ արել։ Սառնան ենք կառուցել, որ կարողանանք ժողովրդի կարտոշկան մթերենք։ Զգալով, որ այս տարածքի ժողովուրդը ընդունակ է, սովոր է,
կարտոշկան ոնց մշակի, որ ամսին ցանի, ինչ ցանիչ տանա, Սերգեյին ասել եմ, կարտոշկան շատ չնչին ցանեք, Որպես սերմացու են, այո։ որ դուք բայարկե բաղձեր, Շնորհակալություն։ Դուք քանի անգամ գալիս ես Արցվանից։ Ճիշտ է։ Որպեսզի ձեր համար պարոն Ծառուկյան, սա հարազատ գյուղ։ այո։ Այս գյուղին շատ օգնեք։ Այս գյուղը Ես միշտ կողմնակից ու աջակից եմ, որ լավ բան անենք, մարդիկ էլ զգան, որ մեր խոսքը գործ է։ արդեն արել եք։ Երևանն ու Սերգեն ձեր մոտ աշխատող մեր գույց արդեն համարյա 40-50 մարդիկ են։ Ես շատ շնորհակալ եմ։ Բացի դա, կարտոշկան էլ աշունը մթերելու։ Այո։ Գյուղատնտեսական աշխատանքներում յուրաքանչյուր դետալ խիստ կարևոր է։ Լավ բերք ստանալու համար էլիտար սերմնացու է անհրաժեշտ։ Պարոն Ծառուկյանի ծրագրերի մեջ կա մեր գյուղատնտեսության զարգացման էս ճյուղով Գեղարքունիքի մարզում տալիս ենք էլիտար սերմնացուներ ներկրում ենք, քչացնում ենք ցանկատարածներ այս տարի, օրինակ անցած տարի ցանել ենք 90, այս տարի կցանենք 50 հեկտար էլիտար Գերմանիայից դերմուծում ենք Հոլանդիայից սերմեր, որ տանք էժան ինքնարժեքից իր ծախսերը հանած ինչ եկամուտ, քիչ չնչին եկամուտով, օրինակ Լենականում այսօր 250 դրամ էլիտար սերմեր են ծախում, մենք տալիս ենք 200 դրամ, 8 միլիարդ ներդրել է իր սեփական միջոցները։ Մենք կառավարում ենք ու ծրագրին ներկայացնենք լիարժեք համաձայն։ Շարունակություն լսելու է ու մենք մեր խոսքերին տեր ենք։ Այո, ես շարունակեմ։ Հիմնական խնդիրը ժողովուրդը, որ պետք է սերմը 2 տարին մեկ փոխվի։ Նույն սերմը 10 տարի ցանում ես, բերկատվությունը բացի։ Այդ հիմնական անում ենք։ Իր առաջարկն է, որ անենք ժողովուրդը, քանի որ կարտոշկա մշակում, դրսից բերում են ամենաէլիտար սորտը, որ ձեզ տրամադրեն, որ դուք հեկտարից ասենք հավաքեք 40 տոննա, 50 տոննա, ոչ թե 10 տոննա, 12 տոննա, հասկանալի է։ Հասկանալի է։ Այդ ծրագիրը կա, մշակածա, ասել են ու անելու ենք։ Շատ ուրախ ենք մեր համայնքում ձեզ տեսնելու, դուք բազմաթիվ աշխատատեղեր եք ստեղծել, հատկապես վերջերս որ ձեռնամուխ եղաք Հիսուս Քրիստոսի այդ աշակերտ արձանը կառուցելու։ Դա հնարավորություն է տալիս մեր ժողովրդին, մեր ազգին աշխարհին նոր ձևով, նոր դեմքով, նոր ոճով ներկայանալու համար, որի համար շատ շնորհակալ ենք։ Դա մեծ նախաձեռնություն է։ Աշխարհում նման բան չկա։ Այո։ Որը լավ աշխատենք։ Հաց եք թխում։ Անպայման գամ ցավը տանում, անպայման գալիս։ Հարց ու պատասխանից հետո Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հուշարձանին։ Այնուհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը շրջում է Արցվանիստում, ողջունում բնակիչներին, ջերմ զրույցի բռնվում, իսկ գյուղի տարեց կանանցից մեկը նրան թոնրատանն էր սպասում։ Բարով ես եկել, Ծառուկյան ջան, ուրախ եք, որ արգելել եք Բարով եք եկել, մեր հասարակության կողմից քեզնի շնորհակալություն այնի։ Հայաստան 12 ռայոնը, 12 հատքուն նման մարդ եղիր, Հայաստանում նեղություն չեղիր։ Մայր ջան կենացած, մեր բոլոր մայրերի համար լավն է, ցավը, աստված մապա։ Ձեռնարկած ոչեր բոլորներ ընդունել են ժողովրդի ցավը տամ, շնորհակալ եմ, արտավորված եմ, զգացված եմ, ամեն վերաբերվում ջերմություն, մեկ անգամ եւս ավելի պարտավորված եմ զգում, որ ամեն ինչ պետք է լավ լինի, որ իմ ժողովուրդը Ժպիտը դեմքին լինի, կարողանա իր կյանքը բարեկեցիկ անցնել։ Մարզային այցի ընթացքում ճանապարհին նորատուսցիներն են հանդիպում։ Գագիկ Ծառուկյանին հրավիրում իրենց բնակավայր։ Մարդիկ լսել են, որ Գեղարքունիքում է, հավաքվել նրան են սպասում։ Հրավիրում են մեր գյուղ պարոն Ծառուկյան քեզ։ Գամ գամ։ Ինչպես բոլոր բնակավայրերում այստեղ եւս հանդիպումը անկաշկանդ է, բարձրացված հարցերի շրջանակը լայն։ Ոնց եք, Ձկնորսությամբ են օրվա ապրուստը վաստակում նորատուսցիները, միայն թե ստացված գումարը քիչ է, ընտանիքի կարիքները հոգալ չի ստացվում։ Ձկով ապրող ժողովուրդ ենք։ Իմի գինը շատ ցածր է, էլի։ Ամեն ինչը թանկ է, բացի ձկից։ Ինչ արժի իմացել։ Մենք 70 դրամ ենք տալ։ Հնարավոր է
Զավոդ բացվի, արտահանենք մի քիչ գինը բացելնա, այդքան մի բան։ Ցանկացած գյուղ հիմա որից գալիս եմ, ասում եմ Ծառուկյան ջան, մեր գյուղի համար դու կարաս։ Այո, մի գյուղի, 5 գյուղի, 10 գյուղի համար ես կարամ անեմ։ Բայց այսօր մենք 5 գյուղ չունենք, ունենք 930 գյուղ։ Այսօր հիմնական ծրագիր պետք է լինի։ Ժողովուրդը ինչով է զբաղվում, ինչ կարելի անել, որ այդ ժողովուրդը աշխատանք ունենա, կարողանա մնա իր երկրում, երկիրը զարգացնի, երկիրը ծաղկացնի։ Եթե կա ձուկը բռնվում է, մթերման տեղ դնեն, եթե ձուկը դուսը ծաղկում է 1000 դրամ, 800 դրամ, դա կանսերվա կլինի կամ ազգ սառացած կլինի, որ գոնե մարդուն ազենք տան 100 դրամ, 120 դրամ, 200 դրամ, որ մարդն էլ կարողանա իր աշխատանքից բան հասկանալ։ Գյուղացին պետք է հողը մշակի, ձկնորսը իր ձուկը բռնի ու իմանալով, որ իր չարչարանքի դիմաց ինչքան բռնել է, այնքան էլ ազդում է, գնում է տուն իր տունը պահում է եղբայր։ Գագիկ Ծառուկյանը նորատուստիներին եւս հորդորում է լինել միասնական, երբ կա համերաշխություն, բոլոր խնդիրները կլուծվեն։ Այսօր ամեն մեկը մասի բաժանված, ծանոթ բարեկամ, այս սրա բարեկամն է, եղբայր ջան, դուք պետք է մտածեք ձեր համար, քո երեխու համար, ով կարան իր ցավը տանեմ, նա էլ պետք է անի, ով չի կարանի, իրավունք չունի ձեր հաշվին, տակ տեղ նստի իրան լավ։ Ինչ գործ բռնել եմ, իրականացել եմ, ամենալավն եմ արել, քանդածը սարքել եմ, տասնյակ հազարավոր աշխատանք ստեղծել եմ, ով էլ դիմել է, անխտիր օգնել եմ։ Նորատուստիներին եւս հայ-ռուսական հարաբերություններն են հետաքրքրում։ Ծառուկյանին հարցնում են Կրեմլյան վերջին հանդիպումից։ Ինչպես եք վերաբերում եք վերջի Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Շատ վատ, եղբայր, սենց խոսակցություն պետք է ցնել։ Մեր դաշնակից երկիրն է Ռուսաստանում ավելի շատ հայություն ապրում, քան այստեղ։ Ապրես, հիմա անդեղից ամսական 180 միլիոն դոլար Հայաստան տրանսֆեր է գալի, գումար է գալի։ Մենք ընդեղ ունենք 4 միլիոն հայություն, որ ապրում է։ Պուտին ինչ ասում, եղբայր ջան, եթե մենք գործընկեր ենք իրար հետ ենք, պետք է իրար հետ ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք։ Եթե դու մեր կողմը չես, դու մեր հակառակորդի թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները կշեղի ենք։ Այդքան բան։ Մենք մեր դաշնակիցների հետ պետք է լիարժեք պայմանավորվենք, ոնց որ երկու աղբեր կարող է իրար հետ վիճեն, բայց վերջում գալիս են ընդհանուր հայտարարի, ճիշտ որոշումը կայացնում են, եթե հիմա տրանսֆեր չեկավ, մեզնից ապրանքներ չընդունեցին, գազի գինը 180-ը դառավ 600-800, ինչ է կատարվելու։ Մենք ոչ մեկի հետ չենք ուզում թշնամի լինենք, մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, երաշխավորած խաղաղություն, դա կլինի Ռուսաստանը, Ամերիկան, Չինաստանը, որոնք երաշխավորություն տան, իրանք տերեն, որ այս երկրում որց է ճանց չի դասա, ոչ մեկի հետ պետք է վատ չլինենք, որը օգուտ է մեր երկրին, մեր ժողովրդին, ամրապնդման, զարգացման համար, աջակցենք, օգնենք։ Ինչպես բոլոր մարզերում, Գեղարքունիքում եւս հետաքրքրված են Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությամբ, ցանկանում են պատմական իրադարձության մասնիկը դառնալ։ Մեր շատ մեծ ցանկությունն է, որ մասնակցություն ունենանք Հիսուսի արձանի կառուցման գործում, մեր չափով ներդրում ունենանք։ Մոտ 150 հոգի ունեն գրանցված, ամեն օր դիմում են այդ հարցով։ Հիմա ճանապարհները ձուն է, ապրիլի 20-ին, 25-ին կզանգենք, կգաք, բոլորը կազմակերպենք, բոլորը ես էլ կբարձրանամ, քար կդնեք, հավաստագիր կստանաք, որ դուք մասնակցել եք այդ շինարարությունը, աղոթները շուրթերին նպատակով իմ ցանկությունն է եղել, դա ազգովի կառուցեք։ Այն օր հանդիպման ժամանակ ասորի ժողովուրդը ինձ դիմեցին, էլի երիտասարդները, իրենց ասի առաջինը ձեր հետ եմ գալու, երկրորդը ձեր հետ եմ գալու։ Քեզ շնորհակալ եմ, ես անցած օմարեցի, ամբողջ օմարը քո շինարարությունում աշխատել եմ, լավ էլ ընտանիք եմ պոյել։ Էլի բացա, եկեք իմ ուզածը ժողովուրդ, որ դուք լավ ապրեք, որ ձեր դեմքին ժպիտ լինի։ Հարց ու պատասխանից հետո շրջայցն է գյուղով, մարդկանց հետ անկեղծ շփում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին միշտ սպասում են այստեղ։ Թողին ոտը խերով լինի, միշտ ուրախ առիթներով հանդիպենք։ Օրաջո անգամ Ծառուկյանն եկել նորադուս քարագիս քարը տոնելու ժամը կորցելու համար։
Ոնց է իշում։ Շնորհակալ եմ ուրացության համար, միշտ Բարի ձեզ, պարոն Սարգսյան, ձեր գալը բարի մեր յուղը։ Շնորհակալ եմ։ Քեզի միշտ տելևիզորով լսում եմ։ Քո բարի մաղթանքները ու վերջում որպես դու Քրիստոսի ասում ես Աստված բոլորին պաղապան։ Այո։ Էդի մեծ մաղթանք է ժողովրդի համար։ Մենք սուաղ նորաձով իրաց հավետոն ենք, մենք իրանը շուատ սիրում ենք, շուատ արգում ենք, չեմ գիտում ործատնա թանք, ոսկինա թանք, բարդյաննա թանք, ինքը իրանցից թանգա, այդ են ճոսել, ինքը շուատ դավնա, սիրում ենք, արգում ենք, մեր սրդի վրա շուատ տեղ ունի, այս ես սրդան սոսում ենք։ Իրանը ենքան սիրդունի իրա մորմոնիզմ մեծ, ժողորդին կոմիցող, ովորել ինչ օր է իշխարը մեր ծորուկյան նման ոչոքին, սպորտասմեններին, իստե վար, իստե բոսկի եմ բիրում, որտատ եմ բիրում, միդար եմ բիրում, իտ իրաշենորի բա, դու ծել պարսր չկա կազար, ես իրաց հավետոն եմ, ինքը կարիմ եկուս կայիմ խեմ, լստի որ ախամ։ Ինքեն օրջանիքներ ունի, որ սող իրան սիրում են, արգում են, ինքը ամենին ասնում է, ամենին սիրում է, տարվա մանթր ընտրում, տարի մորտ, ինքը տարի մորտ կա, այդպես մորտ չկա։ Շատ լավ անցա պարոն Ծառկյանի հետ այս ամբողջ ընթացքում, ունի այդ փորձը, շատ աշխատատեղեր է ստեղծել, շատ գործարաններ է կառուցել։ Իրան լուբոյ օրաս գործին, իրան բնույթին մորտ տեսակետին, ամբողջ գյուղը հավատում է։ Այսօր մորտին գնատում են, իրան օպրացով, իրանց օրաս գործով։ Ինքն էլ էդի օր է, այդ օրրանիկներն էլ Հայաստանից դուս է ճանաչում են, շատ երկրներում, ինքը շատ արգված մորտ։ Հանդիպումն ավարտվում է 44-օրյա պատերազմի նահատակների շիրիմներին ծաղիկներ խոնարելով։ Georgian, grazie, Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։